Ով, ինչու, ինչպես, որտեղ, փաստորեն։ Պարզ ու բարդ հարցերի պատասխանները կպարզենք միասին։ Փոքրիկ բացահայտում ամեն օր։ Բարև, ես Կարենն եմ։ Եթե հիմա լսում եք իմ ձայնը, ուրեմն ձեր ռադիոընդունիչը FM 97.3 հաճախականության վրա է։ Կամ էլ լսում եք Ռադիո Արևիկը առցանց։ Երկու դեպքում էլ ուրախ եմ մեր հանդիպման համար։ Եթերում Փոքրիկ բացահայտում ամեն օր հաղորդաշարի առաջին թողարկումն է։ Այն Ռադիո Արևիկի եթերում լինելու է շարունակական, եւ մենք շաբաթվա ընթացքում հանդիպելու ենք մի քանի անգամ։ Միասին նոր բաներ ենք բացահայտելու մեր կենցաղի, առօրյայի, աշխատանքի, մեզ շրջապատող աշխարհի ու երևույթների վերաբերյալ։ Մի խոսքով սովորելու եւ իմանալու շատ բան կա, որոնց շուրջ երբևէ չենք էլ մտածել, կամ մտածել ու ժամանակ չենք տրամադրել ուսումնասիրելու համար։ Այսօր մենք սուզվելու ենք երկնքում։ Այնտեղ այնքան գաղտնիքներ կան, մեկը մյուսից հետաքրքիր ու առեղծվածային, եւ իհարկե բացահայտելու ենք մի շարք հարցերի պատասխաններ։ Բայց առաջարկում եմ սկսել հետեւյալ հարցից. Ինչու է երկինքը ցերեկվա ընթացքում կապույտ, իսկ երեկոյան ընդունում կարմիր կամ նարնջագույն երանգներ։ Հավանաբար այս հարցը ձեր մտքով էլ է անցել, երբ նայել եք երկնքին ու հիացել երանգների բազմազանությամբ։ Եվ այսպես առաջարկում եմ միասին բացահայտել երկնքի գունային ծածկագրերը։ Եկեք նախ հայացք նետենք անցյալին եւ պատմություն, բնագիտություն, ֆիզիկա առարկաներից վերհիշենք, թե ինչպես էին աշխարհի հին ժողովուրդները վերաբերվում այս երևույթին՝ երկնային գունավորումներին։ Ավանդազրույցներից ու նաեւ պատմական աղբյուրներից տեղեկանում ենք, որ հնագույն ժամանակներում մարդիկ հավատում էին, որ ինչ-որ առասպելական արարածներ երկինքը ներկում են վրձիններով։ Հին քաղաքակրթություններում երկնքի գույնի փոփոխությունները կապում էին աստվածային երևույթների հետ։ Քրիստափոր Կոլումբոսի ժամանակներում մայրամուտի կարմիր երկինքը մեղմ ասած վատ նշան էր համարվում, անգամ ապացույց, որ դժոխքը գոյություն ունի, եւ նարնջագույնն ու կարմիրը դժոխային կրակների արտացոլանքն էին համարում։ Որոշ դեպքերում էլ այսպես եղանակային կանխատեսումներ էին անում, երբ մայրամուտին երկինքը կարմիր էր լինում, ուրեմն աննորմալ շոկ էր սպասվում, իսկ արևածագի կարմիր երկինքը խոստանում էր տեղումներ եւ ուժեղ քամի։ Դե իհարկե մեր այսօրվա հարցն առնչվում է նախ ֆիզիկային, եւ գլխավոր հերոսը ֆիզիկան է։ Ու որպեսզի շատ չխճճվենք տարբեր տեսությունների մեջ, եկեք մեր զրույցը շարունակենք մասնագետի հետ։ Մեր զրուցակիցը Երևանի Պետական համալսարանի ֆիզիկայի ինստիտուտի ֆիզիկա ծրագրի ղեկավար, ֆիզմատ գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանը կբացահայտի մեզ հուզող, ինչու է երկինքը ցերեկը կապույտ, իսկ երեկոյան կարմիր կամ նարնջագույն հարցի պատասխանը։ Եվ այսպես մենք խոսում ենք իհարկե հիմնականում լույսի մասին, նախ հիշենք թե ինչ բան է լույսը, լույսը դա էլեկտրամագնիսական ալիք է, այսինքն դա ինչ է նշանակում, դա նշանակում է էլեկտրական ու մագնիսական դաշտերը անընդհատ փոփոխվող, մեկը մյուսին փոխարինող այդպիսի ալիք է։ Յուրաքանչյուր ալիք դա տատանողական process է, որը ունի իր տատանման պարբերությունը, այն ժամանակը, որի ընթացքում կատարվում է մեկ լրիվ տատանում, եւ այդ ժամանակի ընթացքում որքան ճանապարհ է անցնում ալիքը, կոչվում է ալիքի երկարություն։ Լույսի ալիքի երկարությունը, որպեսզի մենք մնացած խոսակցության ընթացքում կարողանանք համեմատություններ անել, լույսի ալիքի երկարությունը 0.5 միկրոնի շրջանակներում է։ Միկրոնը հիշենք, որ 1000 անգամ փոքր է միլիմետրից։ Ուրեմն երկնքում մթնոլորտում կան մանր մասնիկներ, որոնց չափերը սովորաբար մոտարապես լույսի ալիքի երկարության կարգի են կամ ավելի փոքր են։ Իսկ ամպերում ջրի գոլորշիները շատ ավելի մեծ են չափերով, քան լույսի ալիքի երկարությունն է, այսինքն 0.5 միկրոնն է։ Եվ այսպես, չմանրամասնելով թե որտեղից է գալի, մենք ունենք շատ լավ գիտնական Լորդ Ռելեյ, որը շատ հետաքրքիր պատմություն ունի, որը մեծահարուստ էր, բայց սիրում էր ֆիզիկայով զբաղվել եւ այլն եւ այլն։ Լորդ Ռելեյը մի օրենք ստացավ էլեկտրամագնիսական ալիքների հավասարումներից, որը կոչվում է Ռելեյի օրենք։ Համաձայն Ռելեյի օրենքի փոքր մասնիկները, որոնց չափերը լույսի ալիքի երկարության կարգի են կամ ավելի փոքր են, ցրում են լույսը ավելի շատ ցրում են կարճ ալիք տիրույթում, այսինքն կապույտ։ Կապույտը լավ ցրվում է, իսկ կարմիրը վատ է ցրվում։ Համաձայն Ռելեյի օրենքի։ Եվ դա շատ խիստ է կախված ալիքի երկարությունից, 4-րդ աստիճանի կախվածություն ունի։ Այսինքն ալիքի երկարությունը եթե փոքրինչ փոքրացնում ես, ցրումը դրանից բավականին շատ մեծանում է։
Հիմա մենք ինչ ենք տեսնում ցերեկը երկնքում։ Մենք տեսնում ենք արեգակի ցրված լույսը, որտեղ արեգակին չենք նայում, այլ նա գալիս է այդ մնոլորտի վերին շերտերից ցրվում է, մենք տեսնում ենք ցրված լույսը։ Իսկ քանի որ կապույտ գույնը լավ է ցրվում, մենք ավելի շատ կապույտ ենք տեսնում, իսկ կարմիրը վատ է ցրվում, ավելի շատ մենք կապույտ ենք տեսնում, քան կարմիր։ Իսկ մայրամատին եւ արևածագին մենք տեսնում ենք արեգակի ուղիղ եկող լույսը, այսինքն մենք տեսնում ենք ավելի լավ այն լույսը, որը քիչ է ցրվում։ Հետևաբար մենք ավելի շատ կարմիր ենք տեսնում։ Եվ բնականաբար ճանապարհին, եթե այդ կարմիր լույսը նաեւ անդրադառնում է ինչ որ ամպերից եւ այլն, այդ շրջանում էլ ենք մենք կարմիր լույս տեսնում։ Մենք կարող ենք այս ռելեի օրենքը եւ իմ նկարագրածը հեշտությամբ ինքներս փորձով տեսնել, եթե կատարենք երկու տեսակի փորձ։ Երկու փորձ կնկարագրեմ։ Մեկը ենթադրենք վերցնում ենք մի հատ տարա բավականին մեծ, մեջը լցնում ենք ջուր ու հետո լցնում ենք քիչ քանակությամբ կաթ։ Նույն իհարկե ես փորձել եմ կաթի տեսակից է կախված, պետք է այնպիսի կաթ լինի, որ շատ մանր մասնիկներից է բաղկացած, այսինքն պետք է այնտեղ կոնդենսացված չլինեն էլի կաթի տարբեր մասնիկները ու խոշոր մասնիկներ ստացած լինեն։ Այդ դեպքում, եթե մենք մի կողքից, ասենք թե գցում ենք սպիտակ լույս եւ նայում ենք այդ ճառագայթին ուղղայած ուղությամբ, մենք տեսնում ենք կապտավուն։ Այսինքն մենք տեսնում ենք ցրված լույսը եւ այն ունի կապույտ երանգ։ Իսկ եթե մենք նայում ենք անցած լույսը, քանի որ կարմիրն է քիչ ցրվում, հետեւաբար մենք ավելի շատ կարմրավուն, իրականում մի քիչ դեպի դեղին տվող էլ այդպիսի կարմրավուն ենք տեսնում այդ լույսը։ Մյուս օրինակը, որ ես կարող եմ բերել, ես ժամանակին առաջին անգամ տեսել եմ MIT-ում մի հատ լավ դասախոսություն էր կարդում եւ ինքը եկավ լսարան սիգարետի տուփով, ասաց ես չեմ ծխում, տանել չեմ կարող ծխելը եւ այլն եւ ինչ ցուցադրեց նա, վերցրեց մի քանի սիգարետներ, կպցրեց, հետո այդ սիգարետները պահեց սպիտակ լույսի ճառագայթի դիմաց, մենք գիտենք, որ եթե օդում մանր մասնիկներ չլինեն, ճառագայթը լազերի կամ թեկուզ լույսի մենք չենք տեսնի, բայց քանի որ օդում միշտ էլ կան կեղտոտվածությունները մասնիկներ, նրանք ցրում են այդ լույսը եւ մենք կողքից էլ ենք տենում լույսը, ոչ միայն դիմացից։ Ու լույսի ճառագայթը եթե գնում է, եթե մենք տակը պահում ենք այդ սիգարետի ծուխը, մենք հեռվից ուղղահայաց ուղղությամբ, ճառագայթին ուղղահայաց ուղղությամբ ուսանողները տեսնում են կապտավուն ցրված լույսը։ Իսկ անցածը համեմատաբար կլինի ավելի շատ բան։ Հիմա հաջորդ փորձը անենք, ենթադրենք այդ ծուխը քաշենք, ներս քաշենք ու հո անելով արտաշնչենք։ Մենք տենում ենք արդեն դիմացինը ուղղայաց ուղղությամբ կապույտ չի տեսնում, տեսնում է սպիտակ։ Սա նշանակում է մենք հո անելով ջրային գոլորշիներ են դուրս եկել մեր բերանի խոռոչից, իսկ գոլորշիների չափերը շատ ավելի մեծ են, քան լույսի ալիք երկարությունը եւ ցրումը լինում է սովորական ցրում, ոչ թե ռելեյան ցրում, եւ այդ ցրումը բոլոր ալիք երկարությունից գրեթե կախված չի եւ սպիտակ լույսը մնում է սպիտակ լույս։ Իմիջիալոս դա նաև այս վերջին ասածս բացատրում է այն, որ ամպերից ցրված լույսը մենք տեսնում ենք ավելի շատ սպիտակ, ոչ թե կապույտ կամ կարմրավուն։ Իսկ հիմա եկեք կրկին վեր նայենք ու միասին վայելենք երկնքի գեղեցկությունը։ Ինչպիսին էլ նա լինի այս պահին, միևնույն է, գունավորում է մեր աշխարհը։ Հուսով եմ, որ ձեզ համար այս զրույցը նույնքան հետաքրքիր էր, որքան ինձ համար։ Լսեք մեզ, եղեք տեղեկացված եւ մի մոռացեք միշտ նայել երկնքին։ Մեզ ուղարկեք նաեւ ձեզ ուզող հարցերը։ Միասին կբացահայտենք։ Ով, ինչու, ինչպես, որտեղ, փաստորեն։ Պարզ ու բարդ հարցերի պատասխանները կպարզենք միասին։ Փոքրիկ բացահայտում ամեն օր։